Թուրքիա-Ադրբեջանի պարագայում ինչ են շնորհում խաղաղություն ընդհանրապես։ Եթե խաղաղությունը դա ընկալվում է որպես մի գործընթաց, որի ժամանակ չեն կրակում, պարզապես չեն կրակում, մարդ չեն սպանում, չէ, չեն ռմբակոծում, չէ, դա ես կարծում եմ այդպես չէ, որովհետև եթե խնդիրը իրենք կարողանում են լուծել, ինչպես Ալիևն է ասում, մեքենաներով է գալիս գրավում երկիրը, այլ ոչ թե տանկերով, դա չի նշանակում, որ դա խաղաղություն է, չէ։ Եթե դուք սահմանները բացում ես, այսպես ասենք, աշխարհաքաղաքական ստրիպտիզով ես զբաղված, եւ ասում ես, արի մենք քեզ սպասում ենք, ինչ ուզում ես արա, եւ այլ, այսինքն այդ պարագայում որևէ մեկը խնդիր չունի հրթիռ ուղարկելու, դրոն ուղարկելու, չգիտեմ, բայրակթար կամ բան, այսինքն ամեն ինչ արվում է, ինչպես Ալիևն է ասում, մեքենաներով, այլ ոչ թե տանկերով, նպատակին ինքը հասնում է բան։ Եթե դա խաղաղություն է համարվում, ապա դա Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռ է տալիս։ Իրենք բավականին, մանավանդ Թուրքիան բավականին մեծ պրակտիկա ունի նման խաղաղությունների պայմաններում, այսպես ասենք, փափուկ ուժի միջոցով, օրինակ, ասենք, Աջարիայում, ասենք, իրենց ազդեցությունը Վրաստանի նույնիսկ ես կարծում եմ իշխանություններից նույնիսկ երբեմն ավելի բարձր մակարդակի հասնելու համար։ Իհարկե հիմա Վրաստանում այդ իրավիճակը փոխվում է ամեն դեպքում, այնտեղ դիվերսիֆիկացնում են այդ աշխարհաքաղաքական ազդեցությունները, հիմնականում Չինաստանի բանով ներկայությունը ավելացնելով իհարկե էլի, այսինքն այդ բլեֆ է ռուսների մասին, որ ռուսներն են դե կարծում եմ Չինաստանն է ավելի մեծ ազդեցություն հիմա հավասարակշռում է թե արևմուտքին, թե կոնկրետ Թուրքիային։ Եթե Թուրքիային եւ Ադրբեջանին այս տարբերակը կարա ձեռ տա։ Եվ Ադրբեջանը երբ անընդհատ հայտարարում է իրենց պրետենզիաների մասին, այդ 350,000, չգիտեմ 500,000 իրենց նախկին բնակիչներին, ազգակիցների Հայաստան վերադարձնելու մասին, երբ խոսում է Գյոյչայի մասին, երբ խոսում է ադրբեջանական քաղաք Երևանի մասին եւ այլն, իրենք շատ պարզ իրենց ամբիցիաների մասին ասում են, ել չեմ խոսում ավելի գլոբալ պրոյեկտի մասին, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան եւ Թուրանական այդ բանի մասին, նախագծի մասին, իրենք շատ պարզ ասում են, որ իրենք ամեն դեպքում նման խնդիրներ ունեն։ Եվ եթե նույնիսկ հիմա հրադադար է ընդհանուր առմամբ, հրադադար է հայտարարված, որպեսզի այսօրվա իշխանությունները կարողանան հնարավորինս հաջող վերարտադրվել, դա չի նշանակում, որ իրենք իրենց ծրագրերից հետ են քաշվել եւ դա իրենք ասում են։ Մեզ հիմա մեր այս հարցազրույցը հեշտ է այն բանով շատ դեպքերում, որովհետեւ Ադրբեջանը առանձնապես եւ Թուրքիան մասամբ չի թաքցնում իր ամբիցիաները։ Իրենք ասում են, մենք հայերը թող չվախենան մեզնից, մենք մեքենաներով ենք գալու, տանկերով չեն գալու, չէ՞, տենց են ասում։ Այսինքն իրենք գալու են իրենց նպատակին, Գյոյչա, Երևան, բաներին, 350,000-ներին, սահմանություն փոխել, ստիպելու, իրենք մեքենաներով են անելու, քանի դեռ դա մեքենաներով է հնարավոր։ Բայց իրենք միաժամանակ նաև ակնարկում են, որ եթե դա մեքենաներով հնարավոր չէ, տանկերով կգան։ Այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնելով, ակնարկելով, որ եթե հանգած ռևանշիստները գան, ճակերտավոր, մենք իրենց բանով եմ ասում, ռևանշիստները գան, ընդդիմություն այլ կերպ ասած, ապա այդ դեպքում գուցե տանկերով գան։ Սա Թուրքիայի եւ Ադրբեջանի, այսպես ասենք, բաներն է, հայացքն է, թե ինչպես կարելի է բան անել։ Իրենք ընդհանրապես չեն տեսնում անհրաժեշտություն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք որևէ պատերազմական գործողություններ անել, որովհետեւ դրա իսկապես բանը չկա, անհրաժեշտությունը չկա, ամեն ինչ կարելի է անել այնպես, ինչպես դա արվեց Գիրանցում, ինչպես դա արվեց, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, երբ որոշվեց, որ դա հեն գլխից ադրբեջանական էր եւ տրվեց առանց իմիջիալոզ դելիմիտացիա դեմարկացիայի, թեպետ դելիմիտացիան ու դեմարկացիան հենց դրա համար է։